Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջևանի միացումը Հայաստանին անխուսափելի է։ Այս մասին է վկայում օրերս հայտնաբերված անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանի 24 ձեռագիր էջից բաղկացած գրությունը։ Խնդրի լուծումը տեսնում է բնականաբար Հայաստանը, Ղարաբաղը եւ Նախիջևանը Հայաստանին միացնելու ճանապարհով, այսինքն հայկական հող, հայկական էթնոսով բնակեցված հողատարածքներ։ Ձեռագրերը, որոնք այս պահին գտնվում են Գրականության եւ Արվեստի թանգարանում, պատահաբար հայտնաբերել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը։ Ձեռագրերը վկայում են, որ 1954 թվականին Դերենիկ Դեմիրճյանը գրչին հանձնելով իր մտքերը կանխատեսել է Ղարաբաղի եւ Նախիջևանը Ադրբեջանի կազմում թողնելու վտանգավոր հետևանքները, առաջին հերթին այդ տարածքներում բնակվող հայությանը սպասվող փորձությունները։ Մայրենի լեզվով չպիտի խոսեն, մայրենի լեզվով կրթություն չպիտի ստանան։ Գրողի ձեռագրերը թեև մշակվել են դեռ 1972 թվականին, սակայն Ղարաբաղին եւ Նախիջևանին նվիրված հատվածը առանձնացվել է եւ պահվել սևագրությունների անվան տակ։ Քանի որ չէր կարելի այդ տարիներին նման նյութ հրատարակել։ Օրերս պատահական հայտնաբերված ձեռագրերը կհրապարակվեն առանձին գրքով։ Իդեպ, այս տարի հոբելյանական է լրանում է Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135-ամյակը, որը կնշվի անմխիթար վիճակում գտնվող նրա անվան տուն-թանգարանում։ Մշակույթի նախարարությունը մեծ գրողի թանգարանը խոստացել է վերանորոգել հաջորդ տարի, իսկ մինչ այդ քաղաքի կենտրոնում գտնվող գրողի տուն-թանգարանը թաքնված կմնա այս սննդի սպասարկման կրպակի հետևում։ Այն ժամանակ, երբ որ վերացան Աբովյան փողոցի բոլոր շքեղ, շողշողուն, ապակեպատ խանութներն ու սրահները, ինչու այս փնթի հաստատությունը չվերացավ, ես չգիտեմ։ Իդեպ, կրպակի այս տարածքը Երևանի քաղաքապետարանը տրամադրել է Դերենիկ Դեմիրճյանի արձանը կանգնեցնելու համար, որն այդպես էլ չի հայտնվում նախատեսված վայրում։ Սուսաննա Պողոսյան, Սերգեյ Սարվազյան, IPF։